որ կենսաչափական փաստաթղթերի համակարգում որոշակի զարգացումներ կան, կխնդրեմ ներկայացնել, թե ինչ փուլում ենք հիմա գտնվում եւ քաղաքացիներին երբ կհասնի այդ նոր որակի փաստաթղթերը։ Արփինե Սարգսյան, ներքին գործերի նախարար, համեցեք։ Շնորհակալություն հարցադրման համար, Տիկին Ղազարյան, այս պահի դրությամբ Հանրապետությունում կենսաչափական նոր համակարգի ներդրման աշխատանքները բավական ակտիվ փուլում են գտնվում, մենք արդեն իսկ հասցրել ենք վերջնականացնել Հանրապետությունում առաջիկայում գործող 23 տարածքային գրասենյակների տեղակայման վայրերը, որից երկուսը լինելու է Երևանում, առևտրի մեծ մոլերում, ինչը թույլ կտա նաև մշակութային փոփոխություն բերել հանրային ծառայությունների մատուցման ոլորտում։ Այս պայծրությամբ արդեն իսկ նույնականացման քարտերի, կենսաչափական նոր քարտերի դիզայնը վերջնական հաստատված է, անվտանգային բաղադրիչները եւս եւ մեծականակ տպագրության ենք ուղարկել նույնականացման քարտերը։ Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրին, արդեն իսկ ավարտական փուլում են գտնում նաև դիզայնին վերաբերող աշխատանքների եւ առաջիկայում արդեն կհաստատենք նաև դիզայնի եւ կգնանք նորից մեծականակ տպագրության փուլ եւս։ Պիտի փաստեմ, որ բացի վիզուալ այս երկու փաստաթղթերի նկարագրից մենք նաև փոխել ենք ամբողջովին գրասենյակների մոտեցումը ծառայությունների մատուցման տեսանկյունից եւ մենք արդեն 2026 թվականի աշտանը կնկատենք հեղափոխական փոփոխություն միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող ծառայությունների տեսանկյունից եւ այն գրասենյակները, որ այս պայծրությամբ ոչ բավարար պայմաններում ծառայություններ են մատուցում մեր քաղաքացիներին, կտեսնենք, որ 180 աստիճանով տարբեր ծառայություններ ենք մենք ունենալու արդեն 2026 թվականի աշնանը։ Փաստեմ նաև, որ մեզ համար կարևոր է եղել նաև անվտանգային բաղադրիչը, այսինքն թե ինչպիսի ստանդարտով ենք նաև անձը հաստատող փաստաթղթերը մշակում եւ փաստեմ, որ ընդհանուր մենք համապատասխանեցրել ենք մեր չափորոշիչները առաջիկայում արդեն 2027 թվականին Եվրոպական միության կողմից հաստատվող նոր ստանդարտին, այսինքն առաջանցիկ նաև տեմպերին եւս համապատասխան ենք արել մեր բոլոր քայլերը։ Նշեմ նաև, որ այս տեսանկյունից արդեն վաղը կունենանք մեր ֆրանսիական ընկերության հետ բորդի համապատասխան հանդիպում, որտեղ որ հստակ վերջնաժամկետները նաև կսկսենք ֆիքսել կոնկրետ պրոցեսների, որը արդեն մեզ թույլ կտա 2026 թվականի աշտանը այս ծառայությունները մատուցել մեր քաղաքացիներին։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ, օգտվելով արձագանքի իրավունքից, Տիկին Սարգսյան կուզենայի նաև մեկ այլ հարց տալ, այսքան խոսվեց հանցանքների մասին, արդյոք ըստ ձեր կողմից կասեք, հանցանքները նվազել են, թե ըստ վիճակագրության ավելացել են։ Տիկին Ղազարյան, իրականում ոչ թե ըստ մեզ, այլ ըստ պաշտոնական եւ վավեր եւ մինչ այս պահ չվիճարկված վիճակագրության 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մեր գործընկերները տարբեր հարթությունում այո կարող են խոսել որոշակի ամիսներին, որոշակի ինտենսիվության դեպքերի մասին, որոնք սակայն ընդհանուր պատկերում որևէ ձևով չեն բերել հանցավորության աճի, այլ հակառակը, մեր թիրախային քաղաքականության արդյունքում մենք արձանագրել ենք, որ հանցավորության տեմպերը նվազել են եւ մենք ունենք 3.2% նվազում այս տեսանկյունից։ Ընդ որում մենք այս տարի աշխատել ենք նաեւ վիճակագրական մեթոդաբանության փոփոխության վրա, որպեսզի այն պատկերը, որը մենք ցույց ենք տալիս հանրությանը, դա լինի ռեալիստիկ, բնութագրի կոնկրետ տարվան, այլ ոչ ինչ-որ հավաքական թիվ լինի, եւ մենք չկարողանանք կողմնորոշվել կոնկրետ տարում ինչ է կատարվում, եւ քանի որ բռնություններից խոսվեց, կարճ ուղղակի ասեմ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասով եւս 2025 թվականի կտրվածքով ունեցել ենք նվազում։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար